Այսօր երբ մենք նայում ենք մեր կյանքի մեջ կան շատ տրտունջներ։ Մարդ բնությունն է։ Ինչ էլ որ իրեն կյանքի մեջ դրական լինի, վերջնակետում կանգնում է խնդրի առաջ։ Տրտունջ։ Ես շատ անգամ այդ միտքը ասել եմ, մենք, այսինքն մարդ բնությունը, ինչպես է արտահայտվում, եղել է ամեն մեկը ձեր կյանքի մեջ սա այս փորձառություն ունեք, հիշեք ձեր դպրոցական ժամանակահատված, երբ որ քննություն պիտի հանձնեք, չեք սովորել առարկան, վերջը եղել են մարդիկ, որ աղոթել են, ինչ են ասում, մի հատ 3 տնի բավական է։ Երբ որ 3-ը ստանում է, տրտնջում է, ասում է, որ 4 տներ կմեռներ։ Սա հիվանդ հոգեբանություն է, որ մարդը ինչ որ ստանում է, նորից ուզում է առավելը։ Սուրբ գրքի մեջ գրված է, ժողովող գրքում Տերն ինչ էր ասում։ Աստված մարդուն ուղիղ է ստեղծել, բայց նրանք տարբեր հնարքներ են փնտրել։ Ինչևից է, թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկիս եւ կուզեի, որպեսզի լուրջ ուշադրություն դարձնենք այս վիճակին։ Եվ կուզեի նայենք, թե երբ է մարդու կյանքի մեջ առաջանում տրտունջը։ Սիրելիներ, առաջին երբ որ մենք նայում ենք մարդու կյանքում, տրտունջ առաջանում է այն պահից, երբ որ իրեն սրտի ուզածը չի կատարվում։ Երբ որ ինքը խորում մտածում է, որ Աստված իրեն պիտի այդ աղոթքին պատասխանը տա, Աստված իրեն ուզածը պիտի անի, ոչ սիրելիներ։ Շատ անգամ այդ մեջ բերումն արել ենք, շատ անգամ։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ գրքի մեջ, ուշադրություն դարձրեք, Աստված Աբրամին դուրս բերեց։ Խոսել էր Աբրամի հետ, ասել է, որ քո զավակները, քո սերունդը ավազի հատիկից շատ պիտի լինեն։ Բայց 15-րդ գլխի մեջ, երբ որ մենք կարդում ենք, ուշադրություն դարձրեք, Աբրամը չունի զավակ։ Ինքը խոսմունքն ուներ, բայց սրան ինքը չէր հավատում։ Շարունակության մեջ գրված է, ով Տեր Յովա, ինչու, ինչ ես տալիս ինձ, քանի որ առանց զավակ եմ մնացել։ Եվ իմ տանտիրովը հա Դամասկացի Եղիազարն է։ Նաև ասաց Աբրամ, որովհետև ինձ սերունդ չտվեցիր, ահա իմ ընծոտին իմ ժառանգը կլինի։ Սա գոյություն էր, թե տրտունջ էր։ Եղբայրներ քույրեր, հիշեք 73-րդ Սաղմոսի հեղինակ ամեն անգամ էս Ասապին մեջ բերում է անում։ Ասապի կյանքում ինչ խնդրեմ էր առաջացել։ Երբ որ կարդում ենք երկրորդ համարից գրված է, քիչ է մնացել, ոտքերը ստրվեն եւ բան չի մնացել, կնաս կսա։ Որն է պատճառը, որովհետեւ իրեն սրտի ուզածը չի կատարվել։ Կամ Հովհաննես ավետարան 6-րդ գլուխ, երբ որ մենք անդրադառնում ենք, գրված է Տեր Հիսուս Քրիստոս խոսեց երկնքից իջած կյանքի մասին եւ այնտեղ պարզ երևում է այդ տրտունջը աշակերտների կյանքի մեջ։ Ինչ էին ասում, խիստ այս բանով կարող է լսել դրան։ Եվ շարունակության մեջ, երբ որ մենք նայում ենք, Ասապը մնաց, չհեռացավ, երբ որ մտավ Տիրոջ խորանը, բայց աշակերտներ հեռացան Հիսուսից, այլևս չեն քայլում։ Եվ այսօր էլ մեր կյանքի մեջ, երբ որ մենք նայում ենք, այս խնդիրները կա։ Սիրելի քույրս, եղբայրս, Աստված ուզում է, որպեսզի մենք ամեն ինչի մեջ գոհանանք։ Աստված Իսրայելին դուրս հանեց Եգիպտոսից, եւ ինքը խոսել էր Իսրայելի հետ, ասելով, որ պիտի տանի խոստացյալ երկիր։ Երբ որ լրտեսողները հետ վերադարձան, ներկայացրեցին պտուղները, բարիքներ, ասացին իրավցն է կատ եւ մեղր բխող երկիր է, բայց այստեղ ուշադրություն դարձրեք այն միտքը, որ իրենք բերեցին, ասացին այնտեղ ասկը զորավորը, պարիսպները բարձր են, ենակի որդիներ կա, գրված է, որ Իսրայելի ծերերը տրտնջացին, եկան Մովսեսի եւ Ահարոնի վրա, եւ այդ տրտունջը Աստծոյի վրա էր։ Այսօր էլ մեր կյանքի մեջ այս տրտունջը կա։ Եվ ուղղակի ուզում եմ, որպեսզի ես եւ դու տեսնենք, որտեղից է ծնվում մեր կյանքի մեջ տրտունջ։ Սիրելիս, մեր կյանքի մեջ տրտունջը ծնվում է, երբ որ մեր սրտի ուզածը չի կատարվում։ Եվ կուզեի, որպեսզի մենք սա կարողանանք տեսնել, հասկանանք, որն է խնդրեմը, ամենամեծ խնդրեմը, որ ես եւ դու կասկածում ենք Աստծո հավիտենական սիրուն, եւ երկրորդը, որ մենք կասկածում ենք Աստծո հավիտենական ծրագրին։ Աստված իր որդին ուղարկել է, որպեսզի մեզ հավիտենական կյանք տա։ Իսկ այդ հավիտենական կյանքը ունենալու համար կա ընդամենը մեկ ճանապարհ, որի վրա անդրադարձավ Հիսուս։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Հիմա Աստված մեզ տանում է այդ ճանապարհով եւ հիշեք հետեւյալը Հիսուս ասում էր, որ իրեն ճանապարհը նեղ փշոտ քարկարոտ է։ Հիմա որ այդ ճանապարհով գնում ես, հարց եմ տալիս, դու հավատում ես, որ ճիշտ ճանապարհի վրա ես։
Հավատում ես, որ Աստված քեզ սիրել է եւ քեզ առաջնորդում է շավիղների մեջ։ Կամ երբ որ մենք նայում ենք ամենակալ Աստված այս նուրբ վիճակը մեզ ամեն մեկից բերում է, ինչ էր ասում Պողոս առաքյալը, դուք էլ սրբատաշ քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար։ Հիմա ամենակալ Աստված այդ սրբատաշ քարը, որը դու ես, ինքը ուզում է տաշել, որ ժառանգես հավիտենությունը, բայց դու չես հավատում, Աստծո ես սիրում, խորը մտածում ես, որ Աստված քեզ չի սիրում։ Սիրելիներ, թող այսօր Աստված օգնական լինի մեզ, որ ամեն բանի մեջ մենք կարողանանք գոհանալ։ Երբ որ մենք կարդում ենք Փիլիպպեցիս 4:6-ից 7 համարներս համարի վրա շատ անգամ ես խոսել եմ, նորից ուզում եմ անդրադառնալ այդ մտքին, ուշադրություն դարձրեք ինչ է ասում Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ։ Կարդում եմ 4 գլխի 6-7 համարները։ Ոչինչ հոգս մի կանեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով, գոհությունով ձեր խնդրվածները թող հայտնի լինի Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպապանե ձեր սիրտը, միտքը Քրիստոս Հիսուսում։ Այստեղ 3 կարևորագույն միտք կա, որի վրա ուզում եմ անդրադառնալ։ Առաջինը գրված է. սա պատվերը Տիրոջ կողման է, ոչինչի հոգս մի կանեք։ Քուրս ջան, եղբայրներ ջան, ինչպես պատվերը սիրիր քո Աստծուն, սիրիր քո ընկերոջը, մի պամպասիր, մի գողացիր, վերջը սխալներ մի արա, սա էլ է պատվեր Աստծո կողմից։ Ասում է ոչինչի հոգս մի կանեք։ Բայց հետաքրքիր է, մեր կյանքի մեջ ինչքան խնդիրներ եւ խնդիրներ կա։ Ինչ հոգս չանենք, սիրելիներ, այստեղ առաքյալի խոսքի հիմքում ընկած է մեկ բան, որ ինքը ուզում է մեզ ամեն մեկից ասել։ Ինչ հոգսել որ ունենաս, այդ հոգսին կա պատասխան, եւ այդ պատասխանը Աստծո մոտ է։ Եվ Սաղմոսների մեջ, երբ որ կարդում ենք 55 Սաղմոսի 22-րդ համարի մեջ, նայեք Սաղմոս 2-ն ինչ է ինձ եւ քեզ սովորեցնում։ 55 Սաղմոսի 22-րդ համարի մեջ գրված է. քո հոգսը Աստծո վրա գցիր, եւ նա խնամ կանե քեզ, նա թող չի տալ, որ արտարը հավիտյան շարժվի տեղից։ Քո հոգսը Աստծո վրա գեց։ Այսօր շատերս այդ հոգսերի տակ ճզմվել ենք։ Քուրս ջան, եղբայրներ ջան, Աստծո խոսքն ասում է, օրվա համար բավական է օրվա հոգսը։ Բայց այսօր մեր կյանքի մեջ ուշադրություն դարձեք, ինչքան հոգսեր կան։ Եթե իմ եւ քո սրտերը բացեն, մենք այնտեղ տեսնենք բազում հոգսեր, որը տարիներ շարունակ մնացել է։ Աստված այսօր ուզում է, որպեսզի ես եւ դու բեռնաթափենք, որ մենք մեր հոգսը բերենք Տիրոջ եւ հավատանք, որ ամեն ինչին պատասխան տվող Աստված է։ Դու մտածելով, խորելով, որից է մեկ անգամ այդ հոգսին պատասխան չես կարող տալ։ Եվ նույնը, երբ որ մենք կարդում ենք Մատթեոս ավետարանի մեջ 6-րդ գլխի 25 համարում, նայեք ինչ ասում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ 6-25 համարի մեջ գրված է. Սրա համար ասում եմ ձեզ, հոգս մի կանեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք եւ ինչ պիտի խմեք, եւ ոչ ձեր մարմինի համար, թե ինչ պիտի հագնեք, չէ որ կյանքը ավելի է կերակուրից եւ մարմինը հագուստից։ Կյանքը ավելի է կերակուրից։ Այստեղ ինքը Տեր Հիսուս Քրիստոս կամենում ասել հետեւյալը. Եվ սա իրական է, մենք այսօր ավելի շատ մտածում ենք մարմնավորի համար, քան թե հավիտենական կյանքի համար։ Սիրելիս, այսօր ասու նպատակը սա է, որ ես եւ դու կարողանանք ամեն ինչի մեջ գոհանալ։ Եվ երբ որ մենք նայում ենք, ինքը ամենակալ Աստված պատվեր էր տալիս, ասում ոչինչի հոգս մի կանեք։ Այսինքն Աստծո մոտ մեծ փոքր հոգս հասկացողություն չկա։ Աստված քո բոլոր հոգսերին կարող է պատասխան տալ։ Շարունակության մեջ երկրորդ միտքը հետևյալն է՝ պայման, որովհետև ասում է ոչինչի հոգս մի կանեք։ Առաջինը սա Աստծո կողմանից պատվեր է, երկրորդը պայման է, որպեսզի մենք ունենանք երրորդը, այսինքն հետևանքին։ Ուշադրություն դարձրեք, պայմանը հետևյալն է, որ Աստված մեզ ամեն մեկից ասում է, գրված է. այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով, գոհությունով ձեր խնդրվածները թող հայտնի լինի Աստծուն։ Աղոթք, աղաչանք, գոհություն։ Բայց այսօր մենք նեղության մեջ հետաքրքիր է գոհանում ենք, թե չէ։ Սիրելիս, Աստված քեզ կանչել է եւ գիտի քո կարողությունը եւ նաեւ կարողության հետ մեկտեղ տվել է ուժ, որ կարողանաս դիմակայել եւ հաղթահարես։ Մենք շատ անգամ գոհանում ենք մեր սրտի ուզածից, բայց հարցը հետևյալն է, Աստված ինչումն է գոհանում։ Աստծո գոհություն հետևյալն է, որ դու ճիշտ ճանապարհի վրա ես,
որ այդ նեղության մեջ, պրոբլեմի մեջ կարողանաս իրեն անունը փառավորել։ Նորից եմ ասում, պայմանի մեջ մտում են այս կետերը։ Առաջինը գրված է աղոթք, աղաչանք, գոհություն։ Եվ անդրադարձել ենք բազում անգամ աղոթքների վրայով։ Որն է աղոթքի հիմքը։ Աղոթքը այսօր խնդրվածք է, երկխոսություն Աստծո հետ։ Ես միշտ ասել եմ, եթե մեր աղոթքի անկյունակարը կամ սկիզբը Քրիստոս կյանքը չէ, այդ աղոթքին պատասխան չկա։ Այսօր մարդու կյանքի մեջ աղոթքը ծնվելու է Քրիստոս կարիքից եւ պահանջից։ Այսօր մարդու կյանքի մեջ հոգեվորությունը չկա։ Հերացել է Աստծուց, բայց բազում խնդիրներ ունի, իրեն աղոթքը այդ խնդիրների վրայով է։ Եվ հիշեք հետևյալը, որ Աստված այդ աղոթներին պատասխան չի տալու։ Եվ ասում է Սուրբ Գիրքը գոհություն։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5:18 համար երբ որ կարդակ, այնտեղ գրված է. ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեր վրա Հիսուս Քրիստոսում։ Այսօր մենք ամեն բանի մեջ գոհանում ենք։ Գոհանում ենք, երբ որ մեր սրտի ուզածը կա, գոհանում ենք, երբ որ Աստված մեր աղոթքին պատասխան է տալիս։ Բայց հարցը հետևյալն է. նեղության մեջ կարողանաս գոհանալ։ Աստծո ամենամեծ ուրախությունը սա է։ Եվ երբ որ մենք նայում ենք իրեն ձեռակիրը բոլոր քրիստոնյաների կյանքի մեջ, որ այդ նեղության մեջ իրեն անունը փառավորվի։ Երբ որ նայում ենք անապատի փորձյան հիմքում ինքը Հիսուս ապացուցեց մարդկությանը, որ մարդը ի վիճակի է դեմ տնելու, հաղթելու բոլոր մարդկային ցանկություններին։ Այստեղ միայն սա չէր հիմքը, նաև հիմքը հետևյալն էր, որ Աստծո անունը փառավորվեց, սատանան ջախջախվեց։ Այսօր մեր կյանքի մեջ բազում անգամ նեղություններ է բերում, եւ սա հիշեք հետևյալ Աստծո թույլտվությունն է։ Աստված երբ է փառավորվում, երբ որ այդ նեղության մեջ դու կարողանաս գոհանալ եւ Աստծո անունը փառավորել։ Իսրայելը դուրս եկավ անապատից։ Աստված դուրս բերեց գերությունից, բայց ուշադրություն դարձեք, ամեն ինչով Աստված ողորմություն արեց, նորից տրտնջացին։ Եվ գրված է այն ովքեր որ տրտնջացին, ընկան անապատում։ Թող Աստված օգնական լինի ինձ եւ քեզ, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Եվ այսօր կուզեի, որպեսզի մենք լույս նայենք այս վիճակին։ Շարունակության մեջ գրված է արդյունքը հետևյալն է. եւ Աստծո խաղաղությունը, որը ամեն մտքից վեր է կպապանե ձեր սիրտը, միտքը Քրիստոս Հիսուսում։ Այսօր շատերս խաղաղություն չունենք։ Որն է պատճառը։ Ես հավատում եմ հետևյալը, որ ամենակալ Աստված Սուրբ Հոգին ուղարկել է, որ մեր մեջ այդ խաղաղությունը տնի։ Հիշում եք, Հովանու ավետարանի մեջ ինքը Տեր Հիսուս Քրիստոսը հետևյալը ասեց աշակերտներին, գրված է. խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Հովանու ավետարան 15-րդ գլուխ, 14-րդ գլուխ 27 համար։ Մարդկային խաղաղությունը ունի վերջ։ Իսկ հարց երբ է մեր կյանքի մեջ խաղաղությունը լինում։ Որտեղից է խաղաղությունը ծնվում։ Առաջինը վստահությունից եւ երկրորդը հավատքից։ Երբ որ մարդը վստահում է ամենակալ Տիրոջը։ Գեդեոնը 300 հոգով պիտի կռիվ տա մեզ բանակի դեմ։ Գեդեոնը խաղաղ էր։ Որտեւ ինքը հավատում էր Աստծո խոսքին։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք, հոպը տառապանքների մեջ է, բժիշկված չէ, բայց ինքը հետևյալն է ասում. իսկ ես գիտեմ, որ փրկիչս կենթան է։ Այդ ցավերից հետո ասում է, ես պիտի տեսնեմ Տիրոջս։ Կամ Գործք առաքելոց 12-ի 6 համարը կարդակ, գրված է, որ Պետրոսը բանտարկված էր եւ առավոտ Պետրոսին պիտի սպանեն, բայց այնտեղ գրված հետեւյալը, Պետրոսը քնած էր։ Հետաքրքիր է, եթե մարդուն հաջորդ օրը պիտի վիրահատեն, կքնի թե չէ։ Բայց Պետրոսին ոչ թե պիտի վիրահատեն, այլ պիտի սպանեն։ Ինչի հիման վրա։ Պետրոսը խաղաղ էր։ Ինքը հավատում էր Աստծո խոսքին։ Այսօր քույրս եղբայրս Աստված ուզում է, որ ես եւ դու կարողանանք այդ խաղաղություն ունենալ։ Հավատալ Աստծուն, հավատալ Աստծո հավիտենական ծրագրին։ Եթե անձնավորությունը հավատում է Աստծո հավիտենական ծրագրին, որի հիմքում ընկած է մեկ բան, որ դու պիտի ժառանգես հավիտենությունը, երբեք խնդրեմ չես ունենա։ Թեկուզ նեղ, փշոտ, պրոբլեմային, դժվարին, միջև անգամ իսկ մատ ու խաղաղ ես, որովհետև հավատում ես,
Աստծո հավիտենական ծրագրին, որն է ծրագիրը, որ Աստված քեզ ուզում է տանել դեպի հավիտենություն։ Բայց այսօր կասկածում ես։ Թող Տերը օգնական լինի մեզ ամեն մեկից, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Եվ հիշեք հետևյալը, ուղղակի ես միտք ուզում եմ մեջբերում անել։ Առակաց 12-6 համարի մեջ գրված է հետևյալ միտքը. Աստված իրեն սիրածները կխրատե։ Նա ծեծում է ամեն որդի, որին որ ընդունում է։ Մի հարցս հետևյալն է, ինչու համար է ծեծում, որն է պատճառը։ Աստծո նպատակը հետևյալն է, որ ես եւ դու շտկվենք։ Որ ես եւ դու առանցենք հավիտենական կյանքը։ Բայց մենք այդ նեղ վիճակի մեջ, խնդրի մեջ ամեն անգամ տրտնջում ենք։ Թող Տերը օգնական լինի մեզ ամենքիս։ Սիրելիս, պետք է ամեն ինչի մեջ կհանալ։ Հիվանդության մեջ, առողջության մեջ, ցավի մեջ, բժշկության մեջ։ Եվ երբ որ մենք նայում ենք, սուրբերը ամեն ժամանակահատված գոհացել են։ Պողոսը ինչու մեջ էր գոհանում։ Եթե բարձրանալ պիտի լինի, միայն իմ տկարությունը կբարձրանա։ Ինքը գոհանում էր այս վիճակից։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկից։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանքս հետևյալն է, որ մենք հավատանք Աստծուն ամբողջ սրտով։ Աստված մեզ չի կանչել դատապարտելու համար, Աստված մեզ չի կանչել կորցնելու համար, Աստված մեզ կանչել է, որպեսզի ես եւ դու ունենանք հավիտենական կյանք։ Սմբատ եղբայրը, որ ասես, որ Աստված տատիկներին է կանչել, տատիկները պիտի փրկվեն, նայում եմ շատերի դեմքին ժպիտ կա։ Տատիկ, եթե սուրբ կյանք չապրես, երկինք չես մտնելու։ Եթե հարսիդ հետ հաշտ չես, երկինք չես մտնելու։ Թող Տերը օգնական լինի մեզ ամեն մեկից։ Ուղղակի խնդրանքս է, այսօր ժամանակահատվածները մոտենում են։ Ռուսաստանում արդեն սկսել են եկեղեցիները փակել։ Այս վերջերս կարծեմ Նավրասիսկ թե որտեղ լուր տվեցին, որ նորից խնդրեմ է առաջացել։ Կգա ժամանակահատվածը, որ պիտի կատարվի Աստծո խոսքը։ Հիշում եք, Աստծո խոսքի մեջ գրված է, որ պիտի թափառենք հյուսիսից հարավ եւ չպիտի գտնենք մեկը, որ Աստծո խոսքը խոսա։ Աստծո խոսքը պիտի արգելվի։ Մի հարցը հետևյալն է. ինչ պաշար որ ունես, ինչ որ յուղ ունես, սա է քեզ սպահելու։ Այսօր ժամանակահատվածն է, որ մենք ապրենք սուրբ կյանք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մարդ բնության մեջ տրտունջը եկել է Ադամից եւ Եվայից եւ շարունակում է։ Քրիստոս եկավ, որպեսզի այդ տրտունջը վերացնի, որ ամեն բանի մեջ մենք կոհանանք եւ ամեն ինչի մեջ Տիրոջը փառտանք։ Թող Տիրոջ անունը փառվի։ Գանք Տիրոջ առաջին Թող Տիրոջ անունը փառավի քո եղբայրներ շան։ Երանի են խոսքերը, ինչ որ խոսացին եղբայրները, մեր մեջ կյանք դառնան։ Ես մի հատ առակ կուզեմ պատմեմ։ Մի հատ մարդ կյանի, երբ որ շուկա գնալուց, ուզե շուկա գնա ու էշ առնի իր համար, ու ճանապարհին իրան կհարցնեն ուր ես գնում, ասում որ գնում ես շուկա էշ առնելու։ Բայց մարդիկ իրան կհանդիմանեն, կսեն որ Էցեւ մի ասա, որ եթե Աստված կամենա, ես կգնամ այդ էշը կառնեմ։ Ու գիտեք, այդ մարդը կսե, բայց ինչը խանգարը ինձի էշ առնելուն։ Շուկան կա, էշը կա, փողը կա, գրբանս է, խանգարող ընդհանրապես ոչ մի հանգամանք չկա։ Ինչը խանգարը, որ ես էստամ այդ ամենը եմ, ու չի համաձայնվի այդ մարդկանց խոսքին, բայց երբ ճանապարհին, երբ որ ինքը կերտա կհանդիպի ավազակներին, ովքեր իրան կծեծեն, գումարը իրանից կթալանեն ու ինքը ստիպված հետ կդառնա ու նույն մարդիկ իրան կհանդիպին, կսեն ուր կերտաս, կսե եթե Աստված կամենա տուն։ Հիմի գիտեք, շատ հետաքրքիր է դա առակը, մենք կդիկ լավ գիտենք, Աստվածաշնչի մեջ էլ կան կարասնման համարներ, մենք այդ ամենը գիտենք, բայց շատ ժամանակ մենք խրադվինք ծեծից հետո, Աստված մեզի կխրադե, բայց մենք ուշ կհասկանանք կդիկ։ Կարդամ գրած է Հակոբու 4 գլուխ 13 համարից։ Հիմա մտիկ եղեք դուք, որ կսեք, այսօր կամ վաղը երթանք այս անուն քաղաք ու հոն տարի մկենանք եւ առևտուր անենք ու վաստակինք։ Դուք ոչինչ գիտեք վաղվան մասին։
Այստեղ շատ པարզ սկսե դուք ոչ մի բան չգիտեք վաղվա մասին։ Քանզի ինչ է ձեր կյանքը, հիրավի շոկի մնե, որ քիչ մահատենք երև նայ ու հետ կկոչնչանայ, անոր տեղ ըսելու եք, եթե Տերը կամենայ ու ապրինք, այս կամ այն բանը անենք։ Ամեն քույր եղբայրներ ջան, մենք այս համարը անգիր գիտենք, բայց քիչ կօգտագործենք։ Եթե Տերը կամենա ապրինք, այս կամ այն բանը անենք։ Ու իշքան ժամանակ մենք Տիրոջ կամքը չենք հարցրել, մենք մեր որոշումներով, մենք մեր ցանկություններից դրդված, մենք մեզնով առաջնորդվել ենք ինչ որ մի հատ բանի մեջ։ Բայց գիտեք, Աստծո խոսքը մեզի կսովորեցնե, որ մենք մեր գործերը, մեր ճակերտավոր պլանները, ամեն բան հենենք ոչ թե մեր ցանկությունների վրա, այլ Աստծո կամքի վրա։ Երբ որ մենք մեր բանը Աստծուն կհանձնենք, մենք կտեսնենք, որ դիք ավելի ուրիշ ձևի ու ավելի հետաքրքիր ձևով կընտանա։ Բայց երբ որ մենք կմտածենք, որ մենք այդ բանի մեջ վարպետ ենք, կռանք ենենք, մենք կտեսնենք, որ հակառակ process-ը տեղի կունենա։ Ու գիտեք, երբ որ մենք կսենք, եթե Աստված կամենա, երբ որ մեր բանը կհանձնենք Աստծուն, մենք կխոնարհվենք Աստծո առաջ, դիք մեզի խոնարհություն կսորվցնե։ Ու ամեն բանի մեջ մենք այդ ձև արդեն կվարվենք։ Ու այդ ամենը մեզի կսորվցնե, որ իրականում է Աստված մեր կյանքի իշխանը։ Երբ որ մենք կհնազանդվենք, երբ որ կլսենք Աստծո խոսքը, երբ որ ամեն բանից առաջ Աստծո երեսը կփնտրենք, մենք համաձայնություն կունենանք այն մտքին, որ Աստված մեր կյանքի իշխանն է, մեր Տերն է, մեր Փրկիչն է, քույր եղբայրներ ջան։ Գիտեք, այդ առակը հետաքրքիր է, երեք լսեցի, կսեմ իշքան հետաքրքիր է, այդ մարդը եթե համաձայնվի այդ խոսքին, վերջը լավ կյաներ, չէ՞։ Բայց ուշ համաձայնվավ, ուշ սորվավ ինքը, ուշ սորվավ իր դասը ու խրատ առավ, չէ՞։ Մեզ կյանքի մեջ էլ կրնատպես բաներ եղնին, որ մենք էլ ուշ սորվենք, մեզնք էլ խրատ առնենք, բայց Աստված ամեն ժամանակ մեզի հնարավորությունը տվել, որ մենք շուտ սորվենք, շուտ հասկանանք, երբ որ մենք խոնարհվենք Աստծո առաջ, այդ ճանապարհը հեշտ կեղնի մեզի համար, քույր եղբայրներ ջան։ Ես կարդամ Առակաց 16:9 Մարդուն սիրտը իր ճամփան կհնար է, բայց Տերը կուղե անոր քայլերը։ Մենք ենք, չէ՞, մեր ճանապարհները հնարողը։ Առավոտ մենք որ կելնենք, մենք կորոշենք ուր դեր տանք, ինչ պիտենենք, ինչ գործով դիզբաղվենք, մեր առօրյան մենք կպլանավորենք։ Բայց կսե Տերը կուզե, Տերը կուղե անոր քայլերը։ Տերը մեզի կառաջնորդե, Տերը մեզի կուղե այն քայլերից, որոնք որ իրան հաճելի չեն, քույր եղբայրներ ջան։ Այն դեպքում, երբ որ մենք կհանձնվենք Աստծուն, երբ որ մենք մեր կյանքը, մեր առօրյան Աստծուն կհանձնենք, Աստված մեզի կյանի մեր կյանքի առաջնորդ, քույր եղբայրներ։ Ու կարդամ ողջ Երեմիա 3-րդ գլխի մեջ 37 համարից։ Ով է անիկա, որ խոսի ու անոր խոսքը կատարվի, եթե Տերը հրամայած չէ։ Եթե Տերը քսե հրամայած չէ, ով է անիկա, որ խոսի ու խոսքը կատարվի։ Ու շատ պարզ կսե այս համարը մեզի, քույր եղբայրներ ջան, բայց մենք էլի կեղնի որ ուշադրություն չենք դարձնե, մենք էլի կեղնի որ կմտածենք, որ մեզնից է կախված ինչ որ բաներ, մեր շրջապատից, մոդիկներից, ծանոթներից, բայց միշտ մտածենք, երբ որ մենք մեր կյանքը հանձնել ենք Աստծուն, երբ որ մենք մեր կյանքի նպատակը դրել ենք այս ճանապարհի մեջ, մենք դի հասկանանք, որ ամեն բան Աստծով է, Աստծո մեջ է, քույր եղբայրներ ջան։ Նմանատիպ շատ համարներ կան, գիտեք, Աստվածաշնչի մեջ ժամանակի առումով այս համարները չկարտամ, բայց կուզեմ մի հատ էլ կարտամ Երեմիայի մեջ 10-րդ գլխի մեջ 23 համարը։ Գիտեմ ով Տեր, թե մարդուն ճամփան իր ձեռքը չէ, քայլող մարդը իր քալվածքը շտկելու կարող չէ։ Ով Տեր զիս խրատե, բայց չափավորությամբ, ոչ թե քու պարկությունովը չլայ, թե զիս սպառես։ Մուստեղ շատ պարզ կսե որ մարդուն ճամփան իր ձեռքը չէ, քայլող մարդը իր քալվածքը շտկելու կարող չէ։ Այն ով որ սխալ բանի մեջ են, ով որ, չգիտեմ, նեղության մեջ են, ինք դի անով քսոր չի կրնա այդ ամենը, բայց դու ունձի խրադե ու չափավորությամբ, հա։ Մենք պիտի մտածենք, որ ամեն
պարագայի մեջ քո եղբայրնշան ու երեսը պիտի փնտրենք։ Աստծուն դի խնդրենք, որ ինքը մեզի խրադե, ինքը մեզ ճամփեն սուստա։ Մենք ամեն օր կաղոտենք հայրմերը, կսենք, բայց մենք ուշադրություն դարձնենք, որ հայրմերի մեջ կսենք լինի քո կամքը։ Կսենք, չէ՞, մենք առավոտ կսենք, իրգունը կսենք, ցերեկը կսենք, պաշտամունքի ընթացքում կսենք, քո կամքը անի Տեր Աստված։ Բայց արդյոք մենք համաձայն ենք, որ ամեն բանի մեջ անի Աստծո կամքը։ Ու գիտեք, մեկ եղնի, որ մենք մատների արանքով կնայենք այդ ամենին, որովհետև կսե քո կամքը դեռ ինչպես երկնքում, այնպես երկրի վրա, եթե երկնքում հաստատ Աստծո կամքը կեղնի, մենք էլ այդպես կաղոտենք, ուրեմն մեր կյանքում էլ հաստատ Աստծո կամքը կեղնի, քո եղբայրներ ջան։ Բայց մենք շատ ժամանակ եղբայրներ սա, որ մենք ինչ կենենք, կտրտնջանք, կփողոքենք, կվշտովենք, ասենք ինչի համար սպես եղավ, բայց չենք հիշի, որ մենք սել ենք Աստված ջան, քո կամքը դեղնի։ Ինչի համար է մեզի պետք, որ ամեն բանից առաջ ասենք եթե Տերը կամենա, եթե Աստված ուզե այդ բանի մեջ եղնենք, այդ բանը անենք, որովհետև գիտեք Աստված այդ ամեն պատկերը գիտե, տեսած է, ամեն պատկերը գիտե, թե մեր կյանքում ինչ պետք է կատարվի։ Ամեն բան գիտե։ Ու երբ որ պատանների հետ մենք որ կսե ես կուզեմ իմ կյանքս փոխեմ, հանձնվել եմ Աստծուն, բայց կուզեմ ես իմ կյանքս անեմ, դասավորեմ։ Բայց մենք էլ հասուն ենք արդեն, գիտենք այդ ամենը ու քո եղբայրներ ջան, մեզի պետք է որ մենք էլ հանգարց այդ ձև չմտածենք։ Օրսենք ես հանձնվել եմ Աստծուն, բայց Աստված ջան, կերնի ես ինչ քայլը ես անեմ, ես ինչ քայլը ազնով անեմ։ Մի հատ էլ առակկա եւ անունն է քայլեր ավազի վրա։ Ես քիշեմ օրացույցի վրա էր նկարած այդ պատմությունը գրած, մեր տունը խփած էր, միշտ կկարդայի ու շատ ժամանակ չէի հասկանա։ Ու երկու ոտնահետ կար այդ ավազի վրա, տեղեր կար որ մեր հադը մեր։ Ու գիտեք, այդ մարդը կփողոքեր կսեր Աստված ջան, ինչի է որ ես միշտ դու իմ հետս կքայլես, բայց դժվար պահերին ես մենակ եմ։ Ու գիտեք Աստված ինչ կպատասխանե, կսե դժվար պահերին ոչ թե դու ես մենակ, այլ ես քեզի կրգած կտանիմ։ Ու կերնիկ ու եղբայրներ ջան, մենք դիք չենք տեսնի, մենք չենք հասկանա, թե Աստված ինչքան մեզի կառաջնորդ է, Աստված ինչքան մեզի կպահե, Աստված ինչքան մեզի հետ է, բայց մենք այդ ամենը չենք տեսնի։ Ու կերնիկ փողոքենք, կսենք ինչի Աստված ջան, ինձ մենակ թողիր, ինչի սպես եղավ, ինչի մեզ նա եղավ, բայց մենք միշտ մտածենք, որ Աստված մեր մասին ավելի շատ կմտածե, քան թե մենք քո եղբայրներ ջան։ Ինչքան է մենք հոգ ենք, ինչքան է մենք մտածենք, բայց Աստված գիտե մեր կյանք ու Աստված գիտե, թե մեզի ինչ առաջնորդ է։ Մեզի ինչպես եղբայրն է կարդաց, պետք չէ մեզի հոգ ենք, եկուց ինչ պետք է անենք, մյուս օր ինչ պետք է անենք, ինչ օբդի զբաղվենք, ինչ պետք է անենք, ու շատերը իրանց կյանքի պլանը կկազմեն, չէ՞ որ ես ինչ տարիքում ես ինչ բանը պետք է անեմ, բայց ամեն պարագայի մեջ քո եղբայրներ ջան, մեզի պետք է Աստծո երեսը փնտրել, Տիրոջ երեսը փնտրել։ Եղբայրը կարդաց Սաղմոստից ես էլ այդ հատվածը կուզեմ նորից կարդամ։ Սաղմոս 23-ը շատ հետաքրքիր կսե մեզի, մենք հանգիրը գիտենք այս Սաղմոսը։ Տերը իմ հովիվս է, ես բանիմը կարոտություն պիտի չունենամ։ Այս խոսքերը մենք կռնանք սենք հոգով քո եղբայրներ ջան։ Անգիշ գիտենք, երկն էլ կամ մենք երկենք, բայց կռնանք արդյոք մենք իրականում այս ամենը մեր կյանքի մեջ տեղի ունենա։ Զիս խոտավետ արոտներու մեջ կպարկեցնե, հանդարտ ջուրերուքով ինձի կառաջնորդ է, հոգիս կնորոք է, իր անվանը համար արտարության ճամփաներուն մեջ կառաջնորդ է ինձի։ Այստեղ մետեղում չկա գրած որ Աստված ես ինչ բաները կենե, բայց ես էլ ես կենեմ, ես բանն էլ ես կենեմ, այլ ամեն բան կսե որ Աստված կենե իր կյանքի մեջ։ Թեև մահվան շուկից զորին մեջ ալ պտտիմ, չարեն պիտի չվախենամ։ Վասնզի դուն ինձի հետ ես, քու ցուպդ ու գավազանդ, անոնք զիս պիտի մխիտարեն։ Սեղանք պատրաստես իմ արջևս իմ թշնամիներուս դիմաց, իմ գլուխս յուղով կոծես, իմ բաժակս խիստ լեցուն է։ Իրավի բարարությունն ու ողորմությունը ինձի հետ պիտի կան կյանքիս բոլոր օրերուն մեջ, ու շատ օրեր Տիրոջ տունը պիտի բնակվեմ։ Թող Տիրոջ անունը փառավի քո եղբայրներ ջան, մեզի պետք է այս ամենը հասկանանք, ապրենք, որովհետև մի օրվա համար չի սե այս խոսքը, ամբողջ կյանքի համար կսե։ Սա այդ ամենը կյանքիս բոլոր օրերուն մեջ պետք է անին։
ու շատ օրեր Տիրոջ տունը պիտի բնակվիմ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։